ոստիկանությունը այո նպատակ ունի Բաղրամյան պողոտան ազատելու, ինչի հետևի կողմից ևս կազմակերպիչները չեն մոտենում, արգելքի քաղաքացիներ ոստիկանությունը հայտարարությունը հիմա խնդրում եմ բոլորի ուշադրությունը ոստիկանության հայտարարություն։ Հարգելի քաղաքացիներ, ձեր կողմից Բաղրամյան պողոտայի անօրինական շարունակական արգելափակումը ամբողջությամբ հապանում է ազատ տեղաշարժ հնարավորությունը, տեղաշարժման հնարավորությունը։ Ոստիկանությունը պահանջում է 30 րոպեի ընթացքում կամովի վերացնել Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումը, քանի որ այլ հնարավոր չէ կանխել անձանց սահմանադրական իրավունքների և հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը։ Միաժամանակ զգուշացնում ենք, որ ոստիկանության պահանջը նշված ժամկետում չկատարելու դեպքում ոստիկանությունը ստիպված է լինում Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումը վերացնել, իրեն օրենքով վերապահված լիազորությունների գործադրման միջոցով, այդ թվում հանրահրաշության դեպքում հատուկ միջոցների կիրառելով։ Ոստիկանությունը առաջարկում է ձեզ կշարունակել Բաղրամյան պողոտայի ոչ երթևեկելի հատվածում կամ այլ տեղափոխել ազատության հրապարակ։ Շնորհակալություն։ Բարձրախոսներ և աղմուկի ժամը ավարտում է տվյալ ժամին։ Քիչ առաջ դուք եք տանշում, բայց հիմա դուք կարկ եք։ Ինչպես նաև Բաղրամյան պողոտան ի սկզբանե փակել է ոստիկանությունը։ Ինչ վերաբերվում է կազմակերպիչներին, իրազեկում տրված հավաքը ժամը 23:00-ին ավարտվել է ու Ֆրանսիայի հրապարակից սկսած հավաքը կրել է բացառապես ինքնաբուխ բնույթ և կրել է նաև խաղաղ բնույթ։ Դա բոլորի համար իրազեկումը եղել է մինչև ժամը 23:00։ Դրանից հետո հավաքը կրում է ինքնաբուխ և խաղաղ բնույթ։ Դա ոստիկանության համար։ Շախ և մար։ Հարգելի լրատվամիջոցներ, նորից մեկ անգամ շեշտենք, որ ոստիկանությունը քիչ առաջ օրենք էր խախտում, քանի որ ժամը 23-ից հետո Երևանում աղմկել չի կարելի ու աղմուկի ժամը ավարտվում է, ինչը իրենք հորդորում էին մեզ, բայց արդեն 2 անգամ իրենք է խախտում այդ օրենքը։ Մաքսիմ 30 րոպե ժամանակ տրվեց, չէ՞ պատրաստում ազատել։ Ոչ։ Ժամանակը էական չի, խաղաղ հավաքի նկատմամբ ուժի կիրառումը հակաօրինական է։ Դա մեզ որևէ բան չի ասում։ Իսկ ինչու առանցել եք ամեն ինչ կարող են կիրառել, մենք ամեն ինչ արդեն սպասում ենք ջրցանից հետո դա որ անհամաչափ է։ Ինչու ցերեկը չեն իրականացնում, այլ ընտրել են հենց այս ժամը։ Գիշերային Եթե իրենք հիմք էին դրել, կարևորը մեջքից եթե իրենք հիմք էին դրել, որ այդ 6 ժամը տրամադրում են, որպեսզի մեր պահանջը լսելի լինի, ապա ինչպես են կարծում, գիշերային ժամին մեր պահանջը ում պիտի լսելի լինի։ Ում պիտի լսելի լիներ հարց է բերվում ոստիկանությանը, որը մինչև այս պահը մնացել է Ապիկոց խոսալը հեշտ է, իջեք ժողովրդի մեջ։ Առնվազն 2 անգամ պիտի լսեի։ Ինչ անում եք անօրինական ինչ եք լսում անել։ Բաղրամյան պողոտան փակել է ոստիկանությունը։ Սկզբանե պողոտան ամբողջությամբ փակել է ոստիկանությունը։ Դասով շարունակում հնարավորի եղել է։ Սահմանադրական իրավունքի գերակայություն գոյություն ունի, պարոն Օսիպյան։ Ոստիկանությունը ստիպված է լինելու Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումը վերացնել հարկադրաբար իրեն օրենքով վերապահված լիազորությունների գործադրման միջոցով, այդ թվում հանրահրաշության դեպքում հատուկ միջոցների կիրառելով։ Հավաքների ժամանակ չի թույլատրվում հատուկ միջոցներ կիրառել։ Ձեր պատերազմական ձայնը թարգեք, խանգարում եք մարդկանց։ Որոշում որտեղ շարունակի։ Երեխան քնից էլա։ Հարգելի ոստիկանություն, ձեր պատերազմական ձայնը այս ժամին խանգարում է քնած մարդկանց։ Մանացյա Սեբաստյանն Վերման ենթարկեք Օսիպյան։ Խաղաղ հավաքի նկատմամբ ուժի կիրառումը անօրինական է։ Ի սկզբանե Բաղրամյան պողոտան փակել է ՀՀ ոստիկանությունը։
ու երրորդ անգամ արդեն ոստիկանությունը խախտեց օրենք, համակեցության կանոնները, երրորդ կամ չորրորդ արդեն թիվ հաշիվել չկա, խախտեց աղմուկի ժամը։ Բռնեք Օսիպյանը։ Բազմաթիվ անգամներ կոչ եղան ցուցարարներին, բայց բոլորը տեսան, որ 23-ից հետո ցուցարարները երբեք Եթե չհամոզվեցին։ այստեղ ինչ-որ մեկը տուժի, ամբողջ պատասխանատվությունը մնալու է ոստիկանության վրա։ Եթե խաղաղ հավաքը բռնի ուժով ծրվի, ուրեմն սա ժողովրդավարական երկիր չէ։ Դա բոլոր դեսպանատները կարող են փաստել։ Խաղաղ հավաքի դերության մեջ չի թույլատրվում հատուկ միջոցներ կիրառել։ Համանախագահ պիտի դասեր քաղեն։ Արդյոք սա ժողովրդավարական պետություն է, թե ոչ։ Դեսպանատները մտածելու տեղ ունեն։ Գրանտ չեն տա, էլի չեն հավաքի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գործող դեսպանատները պետք է ունեն արդյոք սա ժողովրդավարական պետություն է, թե ոչ։ Հատուկ միջոցներ չի թույլատրվում իրարել,